Թանկագիններս մենք շարունակում ենք անցյալ կիրակյորվա թեման նյութը եւ փորձենք այս անգամ իրոք որ ավարտին հասցնել նյութը շատ ծավալուն է եթե մենք շարունակենք խոսել այս թեման մենք պետք է խոսենք շատ եւ շատ կարեւոր թեմաների մասին բայց պետք է փորձենք այսքանով ավարտենք եւ եթե Տերը կամենա ուրիշ մի առիթ կլինի էլի Տերոջ կողմից այդ ներշնչանքը կլինի անպայման կշարունակենք խոսել այս թեմայի շուրջ եթե հիշում եք անցյալ կիրակյորվա падգամի վերնագիրը սա էր հոգեվոր աշխարհը իրական է հոգեվոր աշխարհը իրական է եւ այսօր ուզում եմ շարունակել ճիշտ այն հատվածից որը որ կարդացինք խոսեցինք եւ արծես մի փոքր այսպես չամբողջացրեցինք եւ այսօր ուզում եմ կարդալ ճիշտ այդ նույն հատվածից Եվ այսպես հայտնության գրքից ենք կարդում 16-րդ գլուխ 13 համարից մինչ 16-րդ խոսքերը։ Տեսա որ վիշապի բերն են ու գազանի բերն են ու սուտ մարգարեի բերն են 3 պիղծ ոգիներ կելնեին գործերու նման վասնզի անոնք դևերու ոգիներ էին որ նշաններ կնեին ու բոլոր աշխարհի թագավորներուն քով կերթային որպեսզի զանոնք ամենակալ Աստծո այն մեծ օրվան պատերազմին համար հավաքեն Ահա գողի պես կուգամ Երանի անոր որ արթուն կկենա եւ իր հանդերձները կպահե որպեսզի մերկ չպտտի ու իր ամոթը չերևա եւ զանոնք տեղը հավաքեցին որ եբրայեցերեն Արմագեդոն կկոչվի Հայտնության գրքից այս հատվածը որ ես ընթերցեցի միրադարձության մասին է որը պետք է տեղի ունենա ապագայում Սակայն Հովանես Առաքյալը հոգում եղած ժամանակ նա տեսավ այդ իրադարձությունը արդեն իրականացած վեր ելնելով հոգու մեջ լինել նաև նշանակում է ունենալ այդ կարողությունը ժամանակի եւ տարածությունից դուրս գալու որևէ մեկ արբանյակ որևէ մեկ մարդու կողմից ստեղծված տեխնոլոգիա չի կարող մարդուն տեղափոխել այս ժամանակային ճամփորդությունը չի կարող մարդը անել թեև երևի դարեր շարունակ մարդը երացել է ունենա այդ ժամանակի մեքենան, որ կարողանա ճամփորդել ժամանակի մեջ, անցյալ գնա, ապագա գնա եւ այլն։ Ես հիշում եմ անգամ ամերիկյան մի հանրայիտ ֆիլմ կա 80-ականներին նկարահանված, այնտեղ մի երիտասարդ, մի գիտնականի այդ ճամփորդում է անցյալ, հետո ճամփորդում է ապագա, շատ գեղեցիկ հետաքրքիր ֆիլմ է այն, բայց իրականությունը գիտենք, որ դա հնարավոր չէ։ Գոնե այսօրվա դրությամբ մենք գիտենք հնարավոր չէ դա Սակայն հոգու մեջ եղած Հովանեսը կարողացավ այդ ճամփորդությունը անել եւ տեսնել այն իրականությունը, որը որ կա, որը որ գոյություն ունի, որը որ դեռ երկրից վրա չի իրականացել։ Այստեղ մի կարևոր բան կա, որ ուզում եմ ուշադրություն դարձնենք, այն է, ասում է, որ այս անցյալ անգամ մենք խոսեցինք պիղծ երրորդության մասին, չէ՞։ Այստեղ տեսնում ենք, որ այդ պիղծ երրորդությունից, ասում է վիշապի բերանից, գազանի բերանից, վիշապը բուն սատանան է, այն հին օծը Գազանի բերանից, գազանը ներն է, հակա Քրիստոսը եւ սուտ մարգարեից, սուտ մարգարեն նմանակում է Սուրբ Հոգուն, որը որ գործելու է մարդկանց կյանքերում, ներգործելու է եւ շահելու է նրանց վստահությունը եւ նրանց միտքը, սիրտը պատրաստելու է ներին, ընդունելու ներին, ինչպես Սուրբ Հոգին է թակում մարդկանց սրտի դռները, համոզում է նրանց, որպեսզի նրանք ընդունեն Հիսուս Քրիստոսին, այդպես եւ սուտ Մարգարեն գործելու է, ներշնչելու է եւ համոզելու է մարդկանց, որպեսզի ընդունեն ներին, հակա Քրիստոսին։ Եվ այսպես ասում է նրանց բերանից, այսինքն նրանցից պիղծ ոգիներ կելնեին գործերի նման, վասնզի անոնք դևերի ոգիներ էին, որ նշաններ էին անում ու բոլոր աշխարհի թագավորներին քով կերթային, որպեսզի զանոնք ամենակալ Աստծո այն մեծ օրվան պատերազմի համար հավաքեն։ Ուրեմն տեսնում ենք, որ դիվային աշխարհը իրական է եւ այն կառավարվում է սատանայի կողմից եւ
այս աշխարհից դիվային ոգիներ կան, որոնք իրենց ուղակի ազդեցությունը պիտի թողնեն աշխարհի տարբեր թագավորների վրա, որպեսզի նրանց հավաքեն, այսինքն նրանց միտքը, նրանց ուղեղը, նրանց սիրտը պետք է լարեն Աստծո դեմ, մարտնչելու, կռվելու Տիրոջ դեմ։ Հոգևոր աշխարհը իրական է եւ դիվային աշխարհը իրական է։ Նրանց ներգործության մասին է խոսում այս հատվածում, որ նրանք կարողանալու են եւ կարողանում են թագավորների սրտերը ուղղորդել, քանի որ սատանան կոչված է այս աշխարհի իշխանը, եթե հիշում եք 40 օրյա այդ փորձության ժամանակ Քրիստոսի սատանան Հիսուսին ցույց տվեց աշխարհի բոլոր փառքը, աշխարհի բոլոր պետությունները եւ ասաց այս ամենը քեզ կտամ, եթե միայն ինձ երկրպագես։ Սատանան ունի իշխանություն, աշխարհի կառավարիչների վրա ունի իշխանություն։ Եվ իր ոգիները գործում են, ներգործում են դիվային այդ ոգիները գործում են եւ կարողանում են ուղղորդել նրանց, այլապես ինչպես կբացատրենք այն իրականությունը, ինչի մեջ որ մենք ապրում ենք այսօր։ Ոնց կարող են մարդիկ հանգիստ սպանել մանուկներ, երեխաներ, մարդկանց եւ հանգիստ ապրել, եթե ոչ միայն դիվային ոգու ազդեցության ներքո։ Հետ գնանք Գործք առաքելոց 4-րդ գլուխ։ Քսանչորս համարից 31-րդ համարներում մենք կարդում ենք եկեղեցու աղոթքը, նրանք քաջության համար աղոթք էին անում եւ այս խոսքերն են կարդում. անոնքալ երբ լսեցին միաբանությամբ ձայնենին Աստծո վերցուցին եւ ըսելով ով Տեր դուն ես Աստվածը, որ երկինքը ու երկիրը եւ ծովն ու բոլոր անոնց մեջ եղածները ստեղծեցիր, որ քո ծառայիդ Դավթին բերանով խոսեցար, ինչու է թանոսները խռովություն ունին ու ժողովուրդները պարաբաներ մտածեցին։ Լսեք, երկրի թագավորները պատրաստ կայնեցան եւ իշխանները մեկտեղ ժողվեցան Տիրոջը դեմ ու անոր օծյալի դեմ։ Քանզի արդարև այս քաղաքին մեջ հավաքվեցան քու սուրբ որդիդ Հիսուսին վրա, որ դուն օծեցիր, Հերովդես եւ Պոնտացի Պիղատոս ազգերուն հետ ու Իսրայել ժողովրդին հետ, ըրին ինչ որ քո ձեռքդ եւ խորհուրդդ սահմանեց առաջվնե որ ըլլա։ Եվ հիմա ով Տեր, նայե անոնց սպառնալիքներուն ու շնորհե քո ծառաներուդ, որպեսի բոլոր համարձակությունով քո խոսքդ խոսինք, քո ձեռքդ երկնցնելով բժշկելու եւ քո սուրբ որդիդ Հիսուսին անունով նշաններ ու հրաշքներ կատարվեն։ Երբ անոնք աղոթ քրին, շարժվեցավ այն տեղը, ուր որ հավաքված էին, եւ ամենքնալ սուրբ հոգով լեցվեցան ու Աստծո խոսքը համարձակ կխոսեին։ Այս աղոթքը ինքը շատ լուրջ աղոթք է, շատ լուրջ աղոթք է, շատ լուրջ մարգարեական խոսք է։ Նախ մենք տեսնում ենք, որ հավատացյալները երբ աղոթում էին, իրանցից դուրս բաներ չէին խոսում։ Հավատացյալները տեղյակ էին սուրբ գրքերին եւ իրենց աղոթքի մեջ մեջբերում էին Դավթի մարգարեությունը եւ գիտեին ինչ հատված են մեջբերում եւ իրենք հոգիով հասկանում էին ինչա տեղի ունենում։ Քանի որ երբ բանտարկությունից Պետրոսը ուրեմն եկավ, պատմեց ինչ է տեղի ունեցել, թե ինչ սպառնալիքներ են հնչել քահանայապետների եւ դպիների կողմից, այստեղ հավատացյալները հասկացան, թե պատերազմը շարունակվում է։ Եվ նրանք իրենց աղոթքի մեջ ցույց են տալիս, շատ լավ գիտակցում են, թե որոնք են հակառակորդ կողմերը։ Եվ նրանք շատ լավ գիտեին իրենց թշնամիները ովքեր են։
ովքեր են նրանք, որոնք որ դիվային աշխարհի ազդեցության տակ են։ Հայտության գրքում մենք կարդացինք, որ այդ պիղծ երրորդությունից ոգի էր ելնում եւ աշխարհի թագավորներին էր գնում եւ նրանց հավաքում էր Աստծո դեմ, ճիշտ է, հիշում եք։ Այս նույն բանը մենք տեսնում ենք այստեղ, որ եթե ժամանակի մեջ ասենք, դրանից առաջ էր տեղի ունեցել։ Նույնպես ասում է, որ քո ծառայի Դավիթին բերանով խոսեցիր, ինչու հեթանոսները խռովություն ունին եւ ժողովուրդները պարաբաներ մտածին, իմիջիալոց Դավիթը մարգարեական շնորհք ուներ, նա ոչ միայն թագավոր էր, այլ նաեւ մարգարեական շնորհք ուներ եւ աստվածային հոգին էր, որ նրան հայտնեց այս ճշմարտությունը։ Ինչու ժողովուրդները պարաբաներ մտածեցին։ Երկրի թագավորները պատրաստ կայնեցին, իշխանները մեկտեղ ժողվեցան, լսեք, Տիրոջը դեմ եւ անոր օծյալի դեմ։ Ինչպես հայտության գրքում մենք տեսնում ենք պիղծ երրորդությունից ոգի է ելնում եւ երկրի թագավորներին հանում է Աստծո դեմ։ Մենք տեսնում ենք, որ Քրիստոսի խաչելության այդ իրադարձության ժամանակ նույնպես այդ թագավորները դեմ էին ելել Աստծո դեմ, Աստծո օծյալի դեմ։ Լսեք, ովքեր էին այդ բանակի մեջ, ովքեր են այդ բանակի զինվորները։ Քանզի արդարև այս քաղաքին մեջ հավաքվեցին քո սուրբ որդիդ Հիսուսին վրա, որ դու նոծեցիր, Հերովդեսը, չէ, Պոնտացի Պիղատոսը, ազգերուն հետ եւ Իսրայել ժողովրդի հետ։ Հերովդեսը, Պոնտացի Պիղատոսը, ազգերի հետ եւ Իսրայելի ժողովուրդներուն հետ։ Սրանք բոլորը միախառնվեցին, միախմբվեցին, զինվորագրվեցին դիվային աշխարհի հետ եւ ում դեմ ելան Աստծո օծյալի դեմ, Հիսուս Քրիստոսի դեմ։ Աշխարհի շատ տիրակալներ, բազմաթիվ մարդիկ դիվային աշխարհի ազդեցության ներքո են ապրում եւ գործում։ Գողգոթայի խաչի շուրջ հավաքված էին դիվային աշխարհի զորքերը։ Սովորական մարդիկ դա չէին տեսնում։ Դա չէին տեսնում, դա չունեին այդ աչքը տեսնելու, հասկանալու, սակայն դևերը այնտեղ էին։ Որ կարդում ես ինչ է տեղի ունենում Գողգոթայում, Գողգոթայի վրա, այդ բոլոր զրույցները, այդ բոլոր ծաղրանքները, բոլոր ապտակները, անգամ Ծախակոմյան ավազակի խնդրանքը, եթե Աստծո որդին ես խաչից վարի չի։ Այնտեղ մեկը գոռում է, ասում է, ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարում ազատի։ Ուրիշ մեկն ասում է, հրաշքներիցդ մեկ արա տեսնենք։ Այս ամենի, այս մարդկանց, այս ժողովրդի, այս Պիղատոսի, Հերովդեսի եւ հրյաների, որոնք որ մատնում էին Քրիստոսին Պիղատոսի ձեռքը, բոլորը կառավարվում էին դիվային աշխարհի կողմից։ Եվ մեր Տերը այդ պատերազմում մենակ էր։ Սա այն նախկին օծն էր, որ խայթում էր Հիսուսի գարշապարը։ Սակայն նա չգիտեր, որ Հիսուսը իր գլուխը ջախջախում է։ Կատարվում էր Աստծո խոսքը, որ դեռևս Եդեմական պարտեզում օծին ասած թշնամություն եմ դնում քո եւ կնոջ սերունդի միջև։ Նա քո գլուխը կջախջախի եւ դու նրա գարշապարը կխայթես։ Եթե հրյա ռաբիներին հարցնեք, թե այս կնոջ սերունդը ով է, նրանք ձեզ կմեկնաբանեն, որ դա Իսրայելն է։ Եվ իրենք իրենց ուրեմն մարդահաշիվը անում են կանանցից ծնվածներով։
մայրական ճյուղից։ Սակայն Սուրբ գրքում մենք տեսնում ենք, որ ասում է Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց իր 12 որդիներին։ Չէ, կնոջ սերունդը Իսրայելը չէ։ Կնոջ սերունդը Հիսուս Քրիստոսն է, որովհետև նա միակն է, որ ծնունդ առավ ոչ տղամարդու սերմից, այլ կնոջ որովայնում սկիզբ առավ կամ ծնունդ առավ նա Սուրբ Հոգով, Սուրբ Հոգու այցելության շնորհիվ։ Կնոջ սերունդը Հիսուս Քրիստոսն է, ու խաչի վրա, խաչի մահով իր հնազանդությամբ Հիսուս ջախջախեց դևի սատանայի գլուխը։ Երբ Հիսուս իր խաչելության մասին էր խոսում իր աշակերտներին, իր աշակերտներից մեկը Պետրոսը ասաց քավ լիցի, որ այդ բաները լինեն։ Երբ որ նա ասաց պիտի գնանք Երուսաղեմ, մարդու որդին հրյաների ձեռքը պիտի մատնվի եւ պիտի սպանվի եւ երրորդ օրը հարություն առնի եւ այլն, Պետրոսը այնտեղ ասաց քավ լիցի, որ այդ բաները քեզ հետ տեղի ունենա։ Հիշում եք ինչ պատասխանեց Հիսուս նրան։ Ասաց ետից գնա սատանա, որովհետեւ Աստծո բաները չես փնտրում, այլ մարդու բաները։ Սա չարի ներշնչանքեր եւ անգամ սատանան օգտագործեց իր ամենամտերիմ մարդուն, որ ինքը ճամփից ետ կանգնի։ Ու երբ որ Հիսուս խաչի վրա էր կամ խաչվում էր, այնտեղ այո սատանան ուզում էր, որ Քրիստոս այդ բոլոր չարչարանքները կրի, նա կարծես բերկրանք էր ապրում, երբ որ Քրիստոս տառապում էր։ Բայց երևի թե նա չէր գիտակցում, որ Հիսուսի մահը իր պարտությունն է։ Դրա համար երբ որ Աստված 5 տակարանում ծննդոցում ասում է թշնամություն եմ դնում քո եւ կնոջ սերունդի միջև նա քո գլուխը կջախջախի եւ դու նրա գարշապարը կխայթես, դա նկատի ուներ Քրիստոսի մահը։ Քրիստոս իր մահով սատանայի գլուխը ջախջախեց, որովհետեւ իր զոհով նա փրկագնեց մարդուն եւ պարտության մատնեց սատանային։ Իսկ ինչ է նշանակում դու նրա գարշապարը կխայթես։ Ես երկար ժամանակ մտածել եմ այս խոսքի շուրջ։ Գիտեք, ես վերջերս հասկացա այդ խոսքի խորհուրդը։ Երբ Քրիստոս դիվային աշխարհին հաղթեց խաչով, գլուխը ջախջախեց սատանայի, այդ հին օծի։ Ինչու է գրված, ասում է դու նրա գարշապարը կխայթես։ Ինչու չի ասում դու նրա վիզը կխայթես, նրա ձեռքը կխայթես, նրա որովայնը կխայթես, նրա ոտքը կխայթես, չէ՞ ինչ որ միտեղ։ Նրա գարշապարը կխայթես, որովհետև դրանից առաջ ասում է նա քո գլուխը կջախջախի եւ դու նրա գարշապարը կխայթես, որովհետև նրա գլուխը պիտի հայտնվի Հիսուսի գարշապարի տակ։ Եվ նրա գլուխը հայտնվելով Հիսուսի գարշապարի տակ, նա շարունակ ճզմված լինելով Հիսուսի ոտքերի տակ, միակ բանը, որ նա կարա անի, լինելով պարտված, փորձելու է անընդհատ խայթի նրա գարշապարը։ Քանի որ գլուխը ոտի տակ է։ Հասկանում եք, չէ՞։ Իրականում սատանան պարտված է։ Պարտված է Քրիստոսի մահով եւ Քրիստոսի հարությամբ։ Նրա գլուխը այլևս Քրիստոս Հիսուսի ոտերի տակ է։ Եվ նրա հաջորդիվ գործունեություններն աշխարհիս վրա, որ կա դեռ անում է նա, դա այդ խայթոցն է, ժամանակի մեջ, ժամանակավոր խայթոցն է, այն վերջին կենթանության նշույլներն է ցույց տալիս իր։ Միջև ժամանակը կլրանա եւ հավիտենական դատապարտության կմատնվի։ Այսօր օծի գլուխը Հիսուսի ոտքերի տակ է։ Նա ջախջախված է, խաչով նա ջախջախված է նրա գլուխը, բայց դեռ կենթանության նշույլները ցույց տալիս խայթելով Հիսուսի գարշապարը։
Այս հատվածը, որ մենք կարդացինք Գործք առաքելոցում, երբ փարիսեցիները, դպինները, որոնք Հիսուսին խաչեցին, հիմա էլ եկել են, ուզում են Հիսուսի հետևորդներին հալածեն։ Զարմանալի է, այնտեղ էլ սատանայի ազդեցության տակ էին։ Եվ հետո էլ մնացին սատանայի ազդեցության տակ։ Ու հենց նրանք են, որ ընդունելու են սատանային, որպես իրենց մեսիա։ Այստեղ հավատացյալները աղոթք են անում։ Քանզի արդարև այս քաղաքին մեջ հավաքվեցան քո սուրբ որդիդ Հիսուսին վրա, որ դու նոծեցիր Հերովդես եւ Պոնտացի Պիղատոս ազգերուն հետ եւ Իսրայել ժողովրդին հետ։ Հետ ենք նայում, տեսնում ենք այս Իսրայել ժողովուրդը, իսրայելցիները Հիսուսի հետ վիճաբանության մեջ են մտնում։ Հիսուսն ասում է դուք ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատի ձեզ եւ այլն, նրանք ասում են մենք Սարայի որդիներ չենք, մենք ազատի որդիներ ենք, մենք Աբրահամի որդիներ ենք։ Հիսուսն ասում է, եթե դուք Աբրահամի որդիները լինեիք, դուք Աբրահամի գործերը կանեիք, բայց դուք սատանայի որդիներ եք։ Սա շատ լուրջ խոսք է։ Շատ լուրջ։ Եվ Հիսուս նրանց հիշեցնում է մի բան, ասում է դուք այն ժողովուրդն եք, որ Աստծո մարգարեները սպանում էիք։ Ու հիմա նրանց գերեզմաններին խնամք եք տանում, գերեզմանները մաքրում սրբում եք, բայց ձեր հայրերը Աստծո մարգարեներն էին սպանում, մորթում։ Աստծո դեմ մարտնչող Իսրայել, սա է նշանակում։ Դևերը դեռ գործում են։ Եվ այսօր շարունակում են կառավարել շատ մարդկանց ի շնորհիվ նրանց անհավատության։ Մի հատ փոքրիկ շրջայց կատարենք, հա։ Փոքրիկ շրջայց։ Ովքեր են սրանք։ Այս դևերը ովքեր են։ Առաջին Պետրոս 3-րդ գլուխ 18-ից 22։ Վասնզի Քրիստոսալ մեղքի համար մեկ անգամ չարչարվեցավ արդար անարդարներուն համար, որպեսզի մեզ Աստծո մոտեցնե։ Եվ թեպետ մեռավ մարմնով, բայց կենդանի է հոգիով։ Որով, լսում եք, բանտի մեջ եղած հոգիներուն ալ գնաց ու քարոզեց։ Անոնք, որոնք բանտի մեջ եղած հոգիները, անոնք ատեն մը ապստամբ էին, երբ Աստծո երկայնամտությունը կհամբերեր անոնց Նոյի օրերը։ Երբ տապանը կշինվեր, որուն մեջ քիչ անձեր, այսինքն 8 հոգիներ ջուրեն ազատեցան։ Որ մեզ ալայն օրինակին պես եւ այլն մկրտությունը կապրեցնե եւ այլն։ Հիսուս ասում է, թե մարմնով մեռա, բայց հոգիով կենդանի է, որով ասում է գնաց բանտի մեջի եղած հոգիներուն քարոզեց։ Այս բանտի մեջ եղող հոգիները ովքեր էին։ Ընդունված կարծիք կա, որ դրանք միջև Հիսուսը մահացած մարդիկ էին, հոգիներ էին, որոնց գնաց, դժոխք գնաց Հիսուս այնտեղ պահված հոգիներին քարոզեց, ազատեց եւ այլն։ Բայց այստեղ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ Պետրոս առաքյալը շեշտում է, ասում է, որոնք, այսինքն դրանք, այդ հոգիները մատնացույց անելով ովքեր էին այդ հոգիները։ 20-րդ համարն ասում է, որոնք ատենմը ապստամբ էին, երբ Աստծո երկայնամտությունը կհամբերեր անոնց Նոյի օրերը։ Սրանք ապստամբ հոգիներ էին, որոնց ժամանակին Աստված համբերում էր Նոյի օրերում։
Քրիստոս գնաց այդ ապստամբ հոգիներին քարոզեց բանտի մեջ իր մահից հետո, որոնք Նոյի օրերում ապստամբ էին։ Քարոզել բառը պետք չի հասկանալ ավետարանել։ Քարոզել բառը պետք է հասկանալ հաղթանակի հռչակում։ Իր ով լինելը եւ իր հաղթանակի հռչակումը նրանց, ովքեր որ գիտեին, ճանաչում էին ով է Հիսուս Քրիստոսը։ Ապստամբ հոգիներին, որոնք որ ապստամբ էին Նոյի օրերում։ Հիմա ավելի լուսաբանելու համար կարդանք 2 Պետրոս 2 գլուխ 4-ից 9 համարները։ Վասնզի եթե Աստված մեղ գործող հրեշտակներուն չխնայեց, հապա խավարի կապերով Տարտարոսը ձգած դատաստանի պահել տվավ, լսեք, ու առաջվան աշխարհին ալ չխնայեց, միայն թե Նոյը 8-րդ անձը արդարության քարոզիչը պահեց, երբ ջրեղեղը ամբարիշներուն աշխարհին վրա բերավ։ Հետո խոսում է Սոդոմ Գոմորի մասին, որ այնտեղ էլ Ղովտին խնայեց։ Այստեղ արդեն մի քիչ ավելի պարզ է դարձնում, թե ովքեր են այդ Տարտարոսը կամ բանտի մեջ, խավարի մեջ կապված հոգիները։ Այստեղ ասում է, վասնզի եթե Աստված մեղ գործող հրեշտակները չխնայեց, հապա խավարի կապերով Տարտարոսը ձգած դատաստանի պահել տվավ։ Դեռ չդատեց, բայց պահել տվեց դատաստանի համար։ Ուշադրություն դարձրեք այս խոսքերին, խնդրում եմ։ Եվ առաջվան աշխարհին ալ չխնայեց, միայն թե Նոյը, որ 8-րդ անձն էր, արդարության քարոզիչը պահեց, երբ ջրեղեղը ամբարիշներուն աշխարհին վրա բերավ։ Այսինքն այս պատմությունը վերաբերվում է հենց Նոյի օրերին, որ ապստամբ մեղ գործող այն խոսքի մեջ ասում է ապստամբ հոգիներ, այստեղ խոսում է մեղ գործող հրեշտակների մասին, որոնք ապստամբ էին, որոնք կային, որոնց պատճառով, անմիջական մասնակցության պատճառով կործանվեց առաջին աշխարհը։ Եվ միայն Նոյը, որ 8-րդն էր, նա փրկվեց։ Մեկ հատված էլ կարդանք։ Եկեք գնանք 5 կտակարան, Ծննդոց 6 1-ից 8։ Երբ մարդիկ երկրի վրա շատնալ սկսան, իրենց աղջիկներ ծնան։ Մարդիկ երկրի վրա սկսեցին շատանալ, իրենց աղջիկներ ծնեցին։ Աստծո որդիները մարդկանց աղջիկներուն գեղեցիկ լալը տեսնելով, իրենց ընտրածներեն իրենց կիներ առին։ Եվ Տերը ասավ. իմ հոգիս միշտ մարդու վրա պիտի չմնա, վասնզի անիկա մարմին է, բայց անոր օրերը 120 տարի ըլլան։ Կրճատեց մարդու կյանքը։ Այն օրերը երկրի մեջ հսկաներ կային։ Այս պատմությունից հետո անմիջապես սկսում է խոսել հսկաների գոյության մասին։ Անկե ետքալ, երբ Աստծո որդիները մարդոց աղջիկներուն կմտնեին, որոնք անոնց զավակներ կծնեին, ասոնք հինեն իվեր զորավոր ու անվանի մարդիկ էին։ Երբ Տերը տեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա կշատանա, եւ անոնց սրտին խորհուրդները բոլոր գաղափարները չար էին ամեն օր, Տերը երկրի վրա մարդը ստեղծելուն զղջաց եւ իր սրտին մեջ տրտմեցավ եւ Տերը ասավ. երկրի վրայում պիտի ջնջեմ ինչ որ ստեղծեցի, մարդեն միջև անասունը, սողունները ու երկնքի թռչունները, վասնզի անոնք ստեղծելուց կզղջամ, բայց Նոյը Տիրոջ առջև շնորհ գտավ։ Տեսակ ես 3 պատմությունները
Նոյի ժամանակներին վերաբերվող։ Ես չեմ ուզում 100%-անոց պնդել, որտեղ երկու տեսակետ կա, որ այս մարդոց աղջիկները եւ Աստծո որդիները Սեմի սերունդն էր եւ մարդոց աղջիկները Կայենի սերունդն էին։ Այս տեսակետը կա, բայց ինչու մարդկային սերմից, սովորական մարդկային սերմից ծնվածները պետք է վերածվեին հսկաների։ Այս հսկաների մասին հետո մենք կարդում ենք ամբողջ Սուրբ Գրքում, որ կային գոյություն ունեին։ Երբ որ 12 լրտեսները գնացին Երիքովը լրտեսելու, այնտեղ ասում է հսկաներ էին բնակվում։ Երիքովը պղծության կենտրոն էր, մեռելապաշտության եւ շատ անօրենությունների։ Եվ այնտեղ ասում է, այնց հսկաներ կային, որ մենք իրենց մոտ մեզ ասում են մարախի պես տեսանք, մարախը փոքր, մորեխի փոքր միջատի պես տեսանք այդ հսկաների մոտ։ Սրանք հավանաբար այդ դիվային ոգիներն էին, որոնք որ եթե պատմությունը այնտեղ որ կարդանք, հա Պետրոսի երկրորդ նամակի մեջ ասում է, հետո Ղովտի օրերը Սոդոմ ու Գոմորը այրեց եւ միայն Ղովտը ազատեց։ Մենք հիշում ենք պատմությունից, որ Ղովտին ազատողը հրեշտակ էր։ Բայց այդ հրեշտակները մարմնով էին եկել, ոչ թե հրեշտակային կերպարանքով։ Որովհետև Սոդոմի բնակիչները տեսան այդ մարդկանց եւ ցանկացին նրանց։ Եվ ուզեցին, որ Ղովտը նրանց դուրս հանի, որպեսզի իրենց կներեք արտահայտությանս համար սեռական կարիքները հոգան։ Մարդկային կերպարանքի մեջ էին։ Երբ որ կարդում ենք Աստծո խոսքը, տեսնում ենք, որ այո, նրանք հրեշտակներ էին, մարդկային մարմին առած։ Սրանց էլ կոչում է ապստամբ հրեշտակներ։ Ով գիտե, գուցե սրանք էլ էին մարմին առել։ Այս հոգևոր աշխարհից մարմին առած ապստամբ հոգիներ, որոնք որ հայտնվեցին մարդկանց մեջ։ Հիմա կասեք, չէ, հնարավոր չի եւ այլն, այս պատմությունն էլ կարդամ։ Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 28-ից մինչև 34-ն է, կարդանք։ Երբ մյուս կողմը գերգեսացիներուն երկիրը անցան, երկու դիվահարներ պատահեցան։ Իրեն գերեզմաններեն ելած սաստիկ կատաղած, այնպես որ անհնար էր, որ մարդ այդ ճամփային անցներ։ Ահա աղաղակեցին եւ ասացին, լսեք, Հիսուս որդի Աստծո, դու մեզի հետ ինչ բան ունես, ուշադրություն դարձրեք, ատենեն առաջ մեզ տանջելու։ Ատենեն առաջ նշանակում է ժամանակից առաջ մեզ տանջելու։ Ինչ գործ ունես մեզ հետ։ Ովքեր էին խոսողները։ Դևերն էին խոսողները։ Դևերը ում միջից էին խոսում։ Մարդկանց միջից։ Այսինքն դևերը մարդու մեջ էին։ Մարմնի մեջ էին։ Եվ մարդու միջից էին խոսում, եւ դևերը ճանաչեցին Հիսուսին։ Ճանաչեցին Հիսուսին։ Հիմա պետք է ասեք, բանտի մեջ ինչ էր քարոզում Հիսուս։ Այ իրեն ճանաչողներին էր քարոզում։ Դու մեզ հետ ինչ ունես։ Ինչ գործ ունես մեզ հետ։ Որ եկել է ժամանակից շուտ մեզ տանջելու։ Դևերը օգտվում էին Աստծո սահմանած ժողովրդավարությունից։ Աստծո օրենքն էին մեջ բերում, հոգևոր աշխարհի օրենքներից էին մեջ բերում անում։ Դու ինչ գործ ունես մեզ հետ, ժամանակից շուտ ինչու ես եկել մեզ տանջելու։ Այդ մենք, այստեղ մենք չգիտենք եթե ինչա կատարվում, ոնց որ Հովհաննեսը, Հակոբոսը, Պետրոսը նայում էին
այլ տարածաչափությունից եկել էին երկու հոգիներ, Մովսեսը Եղիան Հիսուսի հետ խոսում էին, ասում են տուն սարքենք, այստեղ մնանք, մեկը քեզ, մեկը Մովսեսին, այնտեղ գրված է մի բառ, ասում խոսում էին, բայց չէին հասկանում ինչ էին ասում։ Հիմա այստեղ խոսակցություն է գնում, մենք շատերս չենք հասկանում ինչի մասին է խոսքը։ Բայց երբ որ այս բոլոր համարները, այս բոլոր հատվածները այսպես փազլի նման իրար կողք ենք դնում, մոտավոր հասկանում ենք մի բան, որ դիվային աշխարհը իրականություն է, հոգևոր աշխարհը իրականություն է, եւ այդ հոգևոր աշխարհը շրջապատում է մեզ։ Եվ տեսեք, Հիսուս ասում է անոնցմե հերու շատ խոզերու երեմակ կար, որոնք կարած էին, դևերը կաղաչեին իրեն ու կսեին, եթե մեզ հանես, հրաման տուր մեզի, որ երթանք խոզերու երեմակին մեջ մտնենք։ Ըսավ անոնց գացեք, անոնք ելան, գացին խոզերու երեմակին մեջ մտան, ու հա բոլոր երեմակը գահավեշ տեղեն ծովը վազեցին ու ջուրերու մեջ մեռան։ Խոզարասներն ալ փախան եւ քաղաքը երթալով պատմեցին դիվահարներուն պատահած բաները, ուստի բոլոր քաղաքը Հիսուսին դեմ ելավ, երբ տեսան զանիկա, աղաչեցին, որ իրենց սահմաններից երթա։ Հիսուսը հակառակ չի գնում սահմանված կարգին։ Որ ասում են ժամանակից շուտ ինչ ես եկել մեզ տանջելու, Էլ այդ ինչ գործ ունես դու, մեջ բերում են սահմանված կարգը, եւ նրանք տեղյակ են այդ պատմություններից, հոգևոր աշխարհի։ Եվ աղաչում էին, ասում էին, մեզի խոզերի մեջ գցիր։ Հետաքրքիր է, ինչու այդ ոգիները դժոխքում չէին։ Այդ ոգիները դժոխքում չէին, այդ ոգիները երկրից վրա էին, որովհետև մարդը տվել է նրանց բանալին։ Որովհետև մարդը մեղսագործությամբ դուր բացեց ապստամբ հրեշտակների համար դեպի ստեղծագործություն։ Նրանք այնտեղ էին Նոյի օրերում, նրանք այնտեղ էին Երիքովում, Սոդոմ Գոմորում։ Հետաքրքիր է, հրեշտակը եկավ ազատելու Հովտին։ Գիտեք ինչու։ Որովհետև դիվային ուժերից միայն կարար աստվածային զինվորը, Աստծո զինվորը, Աբրահամը չգնաց ազատելու։ Հրեշտակը գնաց ազատելու։ Հրեշտակն է, որ հետո կռվելու է սատանայի դեմ։ Նրանք այնտեղ էին Հիսուսի օրերում։ Տեսեք, ասացին, աղաչում ենք քեզ, մեզ ուղարկի են խոզերի երեմակին մեջ։ Հիսուսն էլ ասեց գնացեք։ Խոզերը պիղծ կենդանիներ էին համարվում Իսրայելում։ Հետաքրքիր է ինչու համար դևերը նախընտրեցին խոզերի մեջ բնակվեն։ Որովհետև իրենց կարծիքով իրավական հիմք ունեին դրա։ Որովհետև պիղծ կենդանիներ էին։ Խոզերը չէին կարող գնալ արդար մաքուր մարդու մեջ բնակվեին, ներողություն դևերը։ Բայց խոզերի մեջ կարող էին։ Բայց խոզերը ֆիզիոլոգիապես չկարողացան կրել այդ ազդեցությունը։ Եվ իրենց գահավեշ տեղից վայր նետեցին։ Խոզերը սատկեցին, բայց դևերը ոչ։ Պատմության շարունակություն ուզում եք իմանալ։ Պատմության շարունակությունը քիչ առաջ կարդացի ես։ Ասում են խոզարասներն ալ փախան քաղաք երթալով պատմեցին դիվահարներուն պատահած բաները։ Լսեք։ Դիվահարներին ինչ էր պատահել։ Հիսուսը դիվահարներին բժշկել էր, ազատել էր։ Վերևն ասում է ոչ մեկ չէր կարող կապեր նրանց շղթաներով, ոչ մեկ չէր կարող այդ ճանապարհով անցնել, նեղություն էին տալիս բոլորին, չէ՞, իսկ վտանգ կար։ Վտանգ կար։ Այսպիսի մի դիվահարել մի քանի օր առաջ 1 տարեկան երեխային կին
արմատը ընենց ծեծեց, որ այդ երեխան երեք մահացավ։ Այստեղ մեր մոտ Հայաստանում առաջին քրիստոնյա ազգ ժողովուրդ։ Բայց դիվահարչեն ինչ են։ Մայրը տանում է իր երեխուն, իր ամուսնու նախքին ամուսնու մոտ է թողնում, ամուսին կոչված է, դա խիստ կասկածելի է, որը ապրում է իր սիրուհու հետ։ Իր սիրուհին էլ այս երեխուն այնքան է ծեծում, 1 տարեկան երեխուն այնքան է ծեծում, որ սպանի։ Հազիվ լաց բան ազատել, տանել հիվանդանոց, մի քանի օր կյանքի համար պայքարեցին, երեխան մահացավ, 1 տարեկան երեխա։ Այս նույն դևերն են։ Նույն դևերն են։ Հիմա ասում եք ինչ եղան այդ դևերը։ Խոզերը գնացին, խորտակվեցին, հա, սպանվեցին։ Դևերը չեն սպանվում, որտեղ ոգի են։ Խոզարասները ելան, պատմեցին դիվարների պատահած բաները։ Նորմալ, ադեկվատ մարդիկ կուրախանային, չէ՞։ Ասեն, փառք ես Տեր, այդ դիվահարները ազատագրվեցին, բժշկվեցին, հիմա նորմալ խելքը գլխին մարդ են դառել։ Բայց տեսեք ինչ են ասում ժողովուրդը։ Ուստի բոլոր քաղաքը Հիսուսի դեմ ելավ։ Մի քիչ չափից շատ չի Հիսուսի դեմ լինելը։ Տրամաբանորեն այս քաղաքի ժողովուրդը Հիսուսի դեմ պետք է չելներ։ Որովհետև պետք է գային, խնդրեին Հիսուսին, ասեին, եղբայր, այդ դիվարներին բժշկեցիր, արի, մենք էլ մեր մոտ էլ կա, հիվանդ կա, տկար կա, էս կա, այն կա, չէ, արի բժշկի նրանց։ Չարեցին։ Ընդհակառակը բոլոր քաղաք Հիսուսի դեմ ելավ ու երբ տեսան զանիկ, աղաչեցին, որ իրենց սահմաններից գնա։ Ասում եք ինչ եղան դևերը։ Գնացին քաղաք։ Որովհետև միայն դևը կարա մարդու մտքի մեջ բերես խորհուրդը մերժի Հիսուսին, նրան, որ կարող է իրեն փրկել, իրեն ազատագրել, իրեն կյանք տալ։ Ասում է աշխարհից դուրս մի հանի մեզ։ Նրանք գիտակցում են, որ Հիսուսը ունի իշխանություն իրենց վրա։ Գործք առաքելոցում էլ կարդում ենք, երբ մի մոկ կար, դրա որդիները տեսնելով, որ Պողոսը շիղան, Պողոսը, Պետրոսը, հա, մյուսները հրաշքներ են գործում եւ այլն, այս սրա որդիները ելան մեկից դև էին ուզում հանեին, հիշում եք, եւ քարոզում էին, ասում էին, Պողոսի քարոզած Հիսուսի անունով դուրս ելեք։ Դևերը ասացին, Պողոսին ճանաչում ենք, Հիսուսին ճանաչում ենք, դու ով ես։ Եվ ասում է հարձակվեցին նրա վրա եւ հազիվ պատրտոտված փախան։ Հոգեվոր աշխարհը իրական է եւ այդ աշխարհում պատերազմ ունի մղելու Հիսուսի ամեն մեկ հետևորդ։ Մենք պատերազմ ունենք մղելու։ Ամեն մեկ հետևորդ Հիսուս Քրիստոսի ամեն մեկ հետևորդ ունի պատերազմ մղելու։ Ամեն օր։ Մենք տեսնում ենք Հիսուս այդ իշխանությունը տալիս է իր հետևորդներին Մատթեոս ավետարան 15-8։ Հիսուս այս 12-ը ղրկեց եւ անոնց պատվիրեց ասելով հեթանոսներու ճամփան մի երթակ ու սամարացիներուն քաղաքն մի մտեք, հապա ավելի Իսրայելի տան կորսված ոչխարներուն գնացեք։ Երբ կերթակ քարոզեցեք եւ ասեք երկնքի թագավորությունը մոտեցել է, հիվանդները բժշկեք, ուշադրություն, բորոտները մաքրեցեք, դևերը հանեցեք։ Ձրի առել եք, ձրի տվեք։ Ասում է մի գնացեք հեթանոսների ճամփան, սամարացիների ճամփան մի գնացեք, հապա Իսրայելի կորսված որդիներուն կամ ոչխարներուն գնացեք եւ որ կերթակ քարոզեք, ասեք երկնքի թագավորությունը մոտեցել է։ Երկնքի թագավորությունը մոտեցել է, դա հենց ինքն էր Հիսուս Քրիստոսն էր։ Խավարի թագավորությունը, որի ներքո էին Իսրայելի ոչխարները, Իսրայելի որդիները, այդ թագավորության մեջ չէին։ Եվ Իսրայելը ուներ կարևոր առաքելություն այս աշխարհում անելու։ Նա ընտրված էր Աստծո կողմից կարևոր առաքելություն անելու, պայքարելու դիվային աշխարհի դեմ։ Այնինչ
նրանք պոռնկացան։ Այդպես է մարգարեն ասում 5 տակարանում, բազմիցս Աստված նրանց մեղադրում է պոռնկության մեղքի մեջ, որովհետև իրենք լինելով Աստծո ընտրյալ ժողովուրդ, դևերի ворջ դարձան։ Դևերին երկրպագեցին ու դևերին թույլ տվեցին, որպեսզի մուտ գործեն եւ բնակություն հաստատեն իրենց մեջ, իրենց կյանքերի մեջ։ Դրա համար ասում եմ՝ մի գնացեք հեթանոսների ճամփան, մի գնացեք սամարացիների ճամփան, գնացեք Իսրայելի կորսված որդիներուն եւ ասեք երկնքի թագավորությունը մոտեցել է, այսինքն այդ Տարտարոսից, այդ խավարի տիրակալությունից մտեք երկնքի արքայություն եւ ինչ արեք, ասում է քարոզեցեք, հիվանդությունը բժշկեցեք, բորոտությունը մաքրեցեք եւ ասում է դևերը հանեցեք։ Շատ էին դևերը։ Քրիստոսի աշակերտները ունեին, քանի որ իրենք երկնքի արքայության մեջ էին։ Նրանք ունեին այդ իշխանությունը, Աստծուց տրված, Քրիստոս Հիսուսից տրված իշխանությունը ունեին դևերը հանելու, դևերի դեմ կռիվ անելու։ Երբ որ ասում ենք դևերը հանել, պետք չի անպայման հասկանալ, որ սրանք միայն mental, այսինքն մտավոր հիվանդ մարդիկ են, որոնք որ դևերի ազդեցության տակ են։ Մեզ թվում է, թե այդ դիվահարները մենակ նրանք են, ովքեր որ անկառավարելի ինչ որ շարժումներ են անում կամ իրենց գիտակցությունը նորմալ չի աշխատում։ Չսխալվեք։ Սատանան այդքան միամիտ չէ, որ այդպես ակնհայտ ձևով ցույց տա, թե որի մեջ են կբնակվում։ Մի մոռացեք թագավորները, իշխանները, որոնք Հիսուսին հանեցին, Հիսուսին խաչը հանեցին, որոնք Աստծո դեմ պետք է պատերազմեն հայտության գրքում գրված է, նույն թագավորները, նույն իշխանները, որոնք այսօր կառավարում են երկրներ։ Սրանք նույն դիվային ազդեցության տակ են եւ սրանց դեմ մենք կռիվ ունենք անելու որպես Քրիստոսի աշակերտներ, Քրիստոսի հետևորդներ։ Սրբության կյանքով եւ վկայության խոսքով, մեր անձը չսիրելով, պայքար ունենք մղելու։ Հիսուս այդ իշխանությունը տալիս է իր հետևորդներին, ասում է ամեն իշխանությունը ինձ տրվեց երկնքում եւ երկրի վրա, ուստի գնացեք եւ սովորեցրեք, գնացեք եւ ավետարանը քարոզեք։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 18-ից 20 համարներով ամեն իշխանություն ինձ տրվեց։ Այսինչ իշխանության մասին է։ Իշխանություն դիվային աշխարհի դեմ։ Եվ մենք, որ հետևորդներն ենք նրա, այս ֆիզիկական աշխարհում ապրելով, բայց հոգևոր աշխարհի քաղաքացիություն ունեցողներս, Քրիստոսի արյունով սրբվածներս գործ ունենք անելու։ Եփեսացիս նամակի մեջ Պողոս առաքյալը ավելի հստակ է ասում սրա մասին։ Պողոս առաքյալը խոսում է Եփեսացիս 6-րդ գլխում 10-13-րդ համարներում այս հրաշք կարևոր խոսքերը։ Ալասկի հետո եղբայրներս զորացեք Տիրոջմով եւ նրա զորության կարողությունով։ Ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք, լսեք, սատանայի հնարքների դեմ դնել։ Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարող լինեք ում դեմ լինել։ Այն մյուս ուրիշ եկեղեցիների հավատացյալների դեմ։ Մեր կառավարության դեմ։ Մեր կառավարական մարմինների դեմ, նրանց սատանա հռչակելով, ոչ, սատանայի դեմ։ Որպեսզի կարող լինեք սատանայի հնարքներուն դեմ դնել, վասնզի մեր պատերազմը, լսեք, արյունի եւ մարմնի հետ չէ։ Մոռացեք դա, մեր պատերազմը արյունի եւ մարմնի դեմ չէ։ Մենք կռիվ չունենք մարդ արարածի դեմ։ Մարմնի արյան դեմ կռիվ չունենք։ Հապա իշխաններուն, պետություններուն հետ եւ այս խավար աշխարհին իշխաններուն հետ, երկնավորներուն մեջ եղող չար ոգիներու հետ։ Այսօր համար ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լինեք չարության օրը դեմ դնել։ Դիվային աշխարհի այս ապստամբ հրեշտակների կարգերի մասին է խոսում այստեղ։ Պետություններ, իշխանություններ եւ այլ կարգեր, երկնավոր իշխաններ, դևեր, որոնք որ երկրից վրա են, որոնք գործի պես գնում են եւ թագավորներին են ուղղորդում դեպի Աստծո դեմ, դեպի Աստծո օծյալը, դեպի Աստծո ժողովրդի դեմ, դևեր, որոնք որ ազգեր ու ժողովուրդներ են տիրապետում եւ ներշնչում եւ գործում նրանց միջոցով։ Քրիստոս Հիսուսի մեջ չկա ոչ հույն, ոչ հրյա։
Քրիստոսի մեջ չկա հայ, թուրք։ Մենք մեկ ազգ ենք Հիսուս Քրիստոսում։ Քրիստոսի ժողովուրդը, Աստծո ժողովուրդը, մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի, մեր պատերազմը դիվային աշխարհի դեմ է։ Եվ մենք գործ ունենք անելու, եւ մենք սպառազինություն ունենք հագնելու, եւ ամեն օրվա պայքար ունենք տանելու, որովհետեւ մենք էլ հոգեվոր աշխարհի զինվորներ ենք, որովհետեւ մեր մեջ բնակվում է հոգին Աստծո։ Ինչու՞։ Որ մենք կակա ուզենք մեզի կակա տա, որ մենք ավտո ուզենք մեզի ավտո տա, որ մենք խնդրենք մեր վարկերը փակի, մեր վարկերը փակի, որ մենք ելնենք բեմերից ասենք աղոթեցի Աստված ինձի բիզնես տվեց, բիզնեսը սորտեց, էս ինչ մանկապարտեզա։ Սուրբ Հոգին չի բնակվում քո մեջ, որ դու մենակ լալալուլու անես։ Սուրբ Հոգին չի բնակվում քո մեջ, որ դու բիզնեսիդ համար օրհնություններ խնդրես։ Սուրբ Հոգին քո մեջ է, որպեսզի պատերազմես չարի ու դիվային իշխանությունների դեմ։ Էս է մեր կռիվը, էս է մեր պայքարը։ Սրա համար ենք մենք այստեղ։ Մեր գործն է հռչակել աշխարհում Հիսուս Քրիստոսի խաչի մահը եւ նրա հարությունը ու նրանով բերված ազատությունը։ Լսեք, դիվային աշխարհը լեգալ իշխանություն չունի նրանց վրա, ովքեր Հիսուսի արյան պաշտպանության տակ են։ Եվ դու եւ ես Հիսուս Քրիստոսի արյան պաշտպանության տակ ենք ու դիվային աշխարհը ոչ մի լեգալ իշխանություն չունի մեր վրա։ Ուստի մի վախեցեք Հիսուսն ասաց։ Մի վախեցեք նրանցից, որոնք որ մարմինը կարող են սպանել։ Մի վախեցեք, Աստծո զավակը վախ չունի այս աշխարհում։ Ոչ մի բանի կորստի վախ պետք է չունենանք մենք, որովհետև դիվային աշխարհը մեր վրա լեգալ իշխանություն չունի։ Այ ինչպես դևերը գիտեին իրենց իրավունքները ու ասում էին ժամանակից շուտ, ինչու ես դատաստան անում մեր վրա։ Ինչ գործ ունես մեր հետ։ Ժամանակից շուտ ես եկել։ Նրանք շատ լավ գիտեն, որ ժամանակը գալու է, այդ դատաստանին արժանանալու են։ Նրանք շատ լավ գիտեն։ Բայց դեռ ժամանակը չի եկել։ Քանի դեռ ժամանակի մեջ ենք, իմանանք, որ ժամանակը չի եկել։ Եվ նա դեռ շարունակում է գարշապարը խայթել։ Եթե եկեղեցին Հիսուս Քրիստոսի մարմինն է, եւ սատանան ջախջախված է Հիսուս Քրիստոսի ոտքերի տակ, նրա գլուխը ջախջախված է, օծի գլուխը ջախջախված է Հիսուս Քրիստոսի ոտքերի տակ, նա մի քիչ ուժ ունի դեռ գարշապարը խայթելու։ Մի քիչ ուժ ունի, ուրիշ բան չի կարող անել։ Բայց նրա գլուխը շարունակում է մնալ Հիսուս Քրիստոսի, այսինքն եկեղեցու, քանի որ եկեղեցին Հիսուս Քրիստոսի մարմինն է, ոտքերի տակ։ Հարց. փրկություն կա եկեղեցուց դուրս։ Հիսուս Քրիստոսի մարմինը եկեղեցին է, իսկ սատանայի գլուխը Հիսուս Քրիստոսի ոտքերի տակ է, այսինքն նրա մարմնի ոտքերի տակ։ Ուրիշ հաղթող մեխանիզմ գոյություն չունի։ Միայն Հիսուս Քրիստոս հաղթեց։ Հայտնություն 1:5-8։ Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայեն, որ մեռելներեն հարություն առնողներեն անդրանիկն է ու երկրի թագավորներուն իշխանը, անոր, որ մեզ սիրեց ու մեզ իր արյունովը մեր մեղքերեն լված, մալսեք, մեզ թագավորներ ու քահանաներ ըրավ Աստծո իր հորքով անոր փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Երբ որ մեր փրկիչ իր վերջնական հաղթանակը կհռչակի դիվային աշխարհի դեմ, Արմագեդոնի պատերազմից հետո նա իր գահին կնստի։ Հոգևոր աշխարհը իր վերջնական հաղթանակը կհռչակի ֆիզիկական աշխարհի վրա, ավելի ճիշտ, այն աշխարհի վրա, որի վրա ուներ իշխանություն սատանան։
Այդ ժամանակ նրանք, ովքեր որ պատերազմեցին Հիսուս Քրիստոսի հետ, դիվային աշխարհի դեմ, հոգևոր աշխարհի դեմ, դիվային հոգևոր աշխարհի դեմ, Հիսուս Քրիստոսի հետ պիտի թագավորեն, Հիսուս Քրիստոսի հետ պիտի լինեն իշխաններ, թագավորներ եւ քահանաներ։ Եվ բոլոր թագավորները, որոնք որ դևերի տիրապետության տակ էին, դևերի իշխանության տակ էին, դևերի կամակատարներն էին, ծունկի պետք է գան։ Պետք է խոնարհվեն եւ պետք է ընդունեն իրենց պարտությունը։ Եվ նրանք, ովքեր որ կռիվ տվեցին, պայքարեցին ու միջև վերջ գնացին Քրիստոս Հիսուսի հետ, նա խոստացավ, ասաց. դուք նայեք, ովքեր ինձ հետ մնացիք միջև վերջ, ես էլ ձեզ ուխտում եմ թագավորություն։ Սա նշանակում է, որ միջև վերջ գնացողները Քրիստոս Հիսուսի հետ այս ֆիզիկական աշխարհում մնալով հավատարիմ իրենց հոգևոր աշխարհին եւ պատերազմ մղելով դիվային հոգևոր աշխարհի դեմ, պիտի Քրիստոս Հիսուսի հետ էլ թագավորեն հավիտյանս հավիտենից, նրան փառք այժմ եւ միշտ եւ հավիտյան դարերում։ Ամեն։ Ոտքի կանենք մեր արքայի առջև։ Փառք, գոյություն ու երկրպագություն քեզ, պաշտելի մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս։ Մեծարում ու փառավորում ենք քեզ, փառքերի մեջ բնակվող մեր Տերն ու մեր Աստվածը, որ դու քո զոհով, խաչի մահով ջախջախեցիր սատանայի գլուխը եւ հաղթանակ հռչակեցիր։ Օրհնյալ են նրանք, ովքեր որ քո մարմնի մեջ են, ովքեր որ հավատացին քեզ Փրկիչ Հիսուս եւ հետևում են այսօր քո շավիղներին։ Մեզ հավատարմության հոգին տուր եւ համարձակության ոգին, ինչպես առաջին դարի քրիստոնյաները հավաքվեցին միաբան եւ ոչ թե վախեցան եւ պացպարվեցին, հապա համարձակություն խնդրեցին քեզանից, որ դու այցելես նրանց եւ ինչպես նրանք խնդրեցին, ասացին. տուր, որ համարձակությամբ քո խոսքը վկայենք այս աշխարհի մեջ։ Դու էլ զորացրեցիր նրանց, քո Սուրբ Հոգով լեցրեցիր նրանց եւ գրված է նրանց եղած տեղը շարժվեց, որովհետեւ քո հոգեվոր այցելության արժանացան։ Այդպես աղերսում եմ քո հոգեվոր, քո Սուրբ Հոգու այցելության արժանացնես յուրաքանչյուր քո զավակին, քո եկեղեցին աշխարհիս վրա, որ այս խավարի տիրապետության տակ չպացպարվենք, չընկճվենք, ապա համարձակությամբ զորացած քո փառքը պատմենք, Հիսուս Քրիստոսի հաղթանակը հռչակենք։ Ինչպես Քրիստոս Հիսուսը Տարտարոսում եղողների, բանտի մեջ եղող ոգիներին հռչակեց իր հաղթանակը, այդպես մենք այս աշխարհի մեջ հռչակենք քո հաղթանակը։ Երանելի են նրանք, ովքեր սատանայի հնարքներին չեն տրվի, հապա հավատով քեզ կգան ու կապաշխարեն։ Ու եթե դու լսում ես այս խոսքը, թանկագին եղբայր, բարեկամ քույր, վարկյան շուտ սիրտդ բաց Քրիստոսի առաջ ու մեղքերդ խոստովանիր, ընդունիր նրան որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ։ Խոստովանիր, ասա Տեր Հիսուս, ներիիր մեղքերս, ողորմիր ինձ մեղավորիս, հավատով խնդրիր ու Տերը պիտի ների ու ընդունի քեզ ու ազատ ագրի քեզ դևի իշխանությունից։ Քեզ փառք հավիտյան դարերում մեր Փրկիչ Հիսուս։ Հոգսերն էլ շատ են, տկարություններն էլ շատ, անուն առ անուն, բարձրաձայնված կամ չբարձրաձայնված, աղերսում եմ, որ դու այցելես ու բժշկես։ Հոգաս պետքերն ու կարիքները, նրանք, ովքեր որ իրենց աղոթքները խնդրեցին, ուղեցին մեզ, լինի ինտերնետի միջոցով, լինի բարձրաձայն կամ էլ ցածրաձայն, այցելիր ու ողորմիր, որ հավատքը զորացնես քո զավակների, ուժ եւ կարողություն տաս, որ այս վերջին օրերում չտկարանանք, ապա մեր հագուստները մաքուր պահած դիմավորենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Քիչ եւ մի քիչ նա որ գալու է, պիտի չուշանա ու պիտի գա։ Փառք ես մեր Փրկիչ։ Քո անվան փառքի համար ենք խնդրում, քո զորակցությունը այցելով։ Օրհնյալ ես դու, մեր Տեր ու Փրկիչ։ Քեզ փառք հավիտյանս հավիտենից։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը,
Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք խաղաղությամբ։ Ամեն։